Բարև ձեզ սիրելի ունկնդիրներ, ես Օֆելիա Կամավոսյանն եմ, հանրային ռադիոյի եթերում կրկին երկրորդ շնչառությունն է, առաջին հայկական մեդիա նախագիծը նախատեսված ավագ սերնդի ներկայացուցիչների համար։ Մենք անդրադառնում ենք 65 եւ ավելի տարեկան անձանց հուզող բոլոր թեմաներին՝ առողջ ապրելակերպ, սննդակարգ, հոբիներ, վաստակած հանգիստ, աշխատանքային իրավունք։ Հաղորդման ներկայացնում ենք նաև առողջության հետ կապված այն խնդիրները, որ բնորոշ են հատկապես թիրախային ձեր խմբին, այնպես որ նորթափ եւ երկրորդ շնչառություն վերցրեք։ Այսօր ես հյուրընկալել եմ Միքայելյան համալսարանական կլինիկայի բժիշկ ռևմատոլոգ Նունե Մանուկյանին։ Բարի օր ձեզ բժիշկ, շնորհակալ եմ, որ թողել եք բուժառուներին եւ եկել եք հանրային ռադիո, որպեսզի մարդիկ, որ մեզ լսում են եւ էլի ունեն կարիք իմանալու հոդերի մասին, հենց ցավերի մասին, ինչ որ հարցերի պատասխաններ ստանան։ Բարև ձեզ, շնորհակալ եմ շատ հրավերի համար, սիրով։ Ես արդեն 7-8 տարի առնչվում եմ ավագ սերնդի ներկայացուցիչների հետ, հատկապես տատիկները անընդհատ բողոքում են, ոտքերս ցավում է, ինչն է ցավում, բժիշկ ջան։ Առհասարակ ռևմատիկ հիվանդությունները բազմաթիվ են, մեծահասակների շրջանում հանդիպում են բորբոքային եւ տարիքային դեգեներատիվ հիվանդություններ։ Ձեր նշած տատիկների մոտ ամենայն հավանականությամբ առաջնահերթ տարածված է ավելի շատ տարիքային օստեոարթրիտը։ Օստեոարթրիտը դա տարիքային փոփոխություններ են, որը տեղի է ունենում ֆիզիոլոգիորեն։ Տարիքին զուգընթաց աճառը կորցնում է իր էլաստիկ նյութերը եւ առաջանում է մաշվածություն։ Տարիքային օստեոարթրոզը 40-ից հետո ամենահաճախ հանդիպող հիվանդությունն է առհասարակ։ 60 տարեկանից բարձր անձանց մոտ դրա տարածվածությունը 40-ից 60% է մոտավորապես եւ չենք բացառում նաեւ բորբոքային պաթոլոգիաների զարգացումը մեծահասակ տարիքում, որը կարող է լինել ռևմատոիդ արթրիտը, ռևմատիկ պոլիմիալգիան, հոդատապը։ Հետաքրքիր է, ստացվում է 2-ից 1-ը ունի այս խնդրը, որովհետեւ իսկապես շատ են բողոքում։ Եկեք մի քիչ ավելի նկարագրենք հոդերը, տեղակայումներ եւ ոնց անեն, որ քիչ մաշվի կամ գուցե ինչն է պատճառը, որ ի հայտ է գալիս հենց այս խնդիրը ու շարժունակության վրա է ազդում, սա է, որ տխրեցնող է։ Եթե խոսքը տարիքային օստեոարթրոզի մասին է, ապա օստեոարթրիտը ինքը ֆիզիոլոգիական process է, բայց իհարկե այս հիվանդությունը զարգանում է հիմնականում հոդերում գերբեռման հետևանքով, եւ եթե մի շարք պայմաններ մենք պահպանենք, դրանց ռիսկը հնարավորինս կնվազեցնենք։ Օրինակ ավելորդային քաշը խիստ նպաստում է ծնկան հոդերի օստեոարթրիտի զարգացմանը։ Օստեոարթրիտի շրջանակում կարող ենք ունենալ նաեւ կոնքազդրային հոդերի ախտահարում, դաստակների մանր հոդերի ախտահարումներ եւ իհարկե ջլակապանային համակարգի ախտահարումներ։ Միանշանակ խորհուրդ եմ տալիս պահպանել քաշը, զերծ մնալ հոդերի գերբեռնումից եւ ժամանակին առաջացած գանգատների խնդիրների դեպքում անպայման դիմել մասնագետի, չզբաղվել ինքնաբուժությամբ։ Երբ որ ասում ենք հոդերի գերբեռնում, այստեղ խոսքը միայն ավելորդ քաշի մասին է, թե ծանր տոպրակներն են գերբեռնում հոդերը։ Նու իրականում դա վերաբերվում է նաև գերծանրաբեռնմանը։ Առհասարակ օստեոարթրիտի զարգացման մեխանիզմը, երբ որ մեր աճառին ընկնող մեխանիկական ծանրաբեռնվածության եւ դրան դիմակայելու ունակության միջև առաջանում է անհամապատասխանություն, պարադոքսալ է հնչում, բայց օստեոարթրիտ շատ հաճախ զարգանում է նաև սպորտսմենների մոտ, քանի որ նրանց աճառները հաճախակի ենթարկվում է միկրոտրավմաների եւ ծանրաբեռնման։ Եթե խոսքը գնում է ծնկան հոդի օստեոարթրիտի մասին, հանգիստ կարող ենք ասել գերծանրաբեռնումը նշանակալի ազդեցություն ունի, բայց ունենք նաև դաստակների մանր հոդերի օստեոարթրիտ, որի դեպքում այս արդեն գերծանրաբեռնումը նշանակություն չունի։ Այստեղ բնականon գործընթաց է, հա, բնականon դեր ունի ժառանգական նախատրամադրվածությունը, իմուն որոշակի մեքաբորբոքումը, իմուն մեխանիզմներով որոշակի գործոններ եւս նշանակություն ունեն։ Ես ես ճիշտ եմ հասկանում, որ այս խնդիրը ընդգրկում է ամբողջ մարմին, ընդհանուր առմամբ ամբողջ մարմնի միայն ոտքերը չեն, փաստորեն նաև ձեռքերը, վերջույթները չեն, ընդհանուր առմամբ ասեցի կոնքազդրային հոդը լոկալ պրոբլեմ չի, հա, մարմնի մի հատվածին չի բնորոշ միայն։ Այո, մենք կարող ենք ունենալ գեներալիզացված, տարածված օստեոարթրիտ, որտեղ կարող են ընդգրկվել բոլոր հոդերը։ Բայց ունենում ենք մի պացիենտի մոտ խիստ արտահայտված, օրինակ ծնկան հոդերի գոնարթրոզ, մի պացիենտի մոտ կոնքազդրային հոդի, այսինքն պարտադիր չէ, որ լինի գեներալիզացված։ Հրաշալի է։ Գիտեք ինչն է տակտիկ, նրանք սովորաբար ինչ զգացողություն են ունենում, եւ որ ասում ենք ցավ, ինչ տեսակի ցավ, ինչ բնույթի եւ որ ասում ենք առաջի ազդանշանները ստանալուն պես գան, ինչ տիպի ցավ է լինում, նաեւ
տեսակետը իրենց առումով նայենք, որպեսզի մարդիկ լսեն, ասեն, այ ճիշտ էր ասում բժիշկը, այ ճիշտ նկարագրեց բժիշկը։ Այստեղ խիստ տարբերվում է դեգեներատիվ փոփոխությունների առաջացրած ցավը եւ բորբոքայինը։ Նշեմ մի քանի առանձնահատկություն տարբերություններ։ Երբ որ խոսքը գնում է օստեոարտրիտի մասին, մենք ունենում ենք ցավ, շարժումների սահմանափակում, կարճատև մկանային կարկամություն առավոտյան ժամերին, հոդերում երբեմն ճռճռոց, բժշկական տերմիններով ասած կրեպիտացիա եւ պացիենտը հստակ շարժումների ժամանակ է նշում ցավը։ Եվ երբ որ խոսում ենք բորբոքային արտրիտների մասին, այստեղ մի շարք առանձնահատկություններ կան, որ մենք հաճախ ունենում ենք հոդերի շրջանում նաև այտուց, մաշկի տեղային կարմրություն, ջերմություն եւ մեր օրգանիզմը այդ բորբոքմանը արձագանքում է բորբոքային ցուցանիշներով։ Այսինքն կատարված հետազոտություններով մենք հաճախ տեսնում ենք, որ պացիենտի մոտ արկա է բարձր բորբոքման ցուցանիշներ, մինչդեռ օստեոարտրիտի ժամանակ, քանի որ այն ֆիզիոլոգիական process է, մեր օրգանիզմը չի արձագանքում դրան եւ անալիզներով տեսնում ենք, որ իդեալական անալիզներ ունենք, բորբոքման ցուցանիշները բնականon են եւ այստեղ կատարում ենք դիֆերենցիալ տարբերակիչ ախտորոշում։ Գտնեք, թե որ տեսակն է դրանից էլ բխող բուժման ընթացքը։ Բացի դա բորբոքային արտրիտների ժամանակ առավել երկարատև է մկանային կարկամությունը, կարող ենք ունենալ նաև այլ ներքին օրգան համակարգերի ախտահարումներ, այլ բնորոշ կլինիկական դրսևորումներ, մաշկի ցանավորում, ջերմության բարձրացում։ Իսկ տարիքային օստեոարտրիտի դեպքում մենք սահմանափակվում ենք ցավով եւ շարժումների սահմանափակմամբ հոդերում, ընդհանուր մինչեւ կարող են դրանք հանգեցնել հոդային ֆունկցիայի անբավարարության։ Շատ եմ լսել, որ ասում են եղանակն այն չէ, եղանակը խոնավ է, տատիկս դեռ արսում։ Արդյոք իսկապես կորելացիա կա, կապ կա եղանակի եւ հոդերի եւ զգացողությունների միջեւ։ Առհասարակ ապացուցողական բժշկության մեջ չկա այդպիսի բան, որ հստակ ապացուցված լինի, որ ինչ որ բան կապված է հոդերի, ցավերի եւ այլնի հետ եղանակային փոփոխությունները, բայց կան մետեոզգայուն անձիկ, ովքեր եղանակի փոփոխության ժամանակ, օրինակ ինչպես ունենում են ճնշման տատանումներ, ինքնազգացողության վատացում եւ այլն, նույն էլ հոդերի շրջանում կատարվել է հետազոտություններ եւ նշվել են, որ հենց այդ նույն մարդիկ կարող են ունենալ որոշակի գանգատներ, բայց հստակ ապացուցողականություն չկա, կապ չկա։ Սա այլ բացառեցին եղանակի հետ։ Բժիշկ լուծումների մասին ասենք, դուք ասացիք գերբեռնվածությունը պատճառներից մեկն է, արդյոք մարդը պիտի ֆիզիկապես ակտիվ կյանք ունենա, բայց եթե ցավում է, ինչպես ֆիզիկապես ակտիվ լինի, այստեղ ոնց որ պարադոքսալ մի բան լինի, ակտիվ լինի կծանրաբեռնի, չի ծանրաբեռնում, որպեսզի ինչպես կարգավորել սա։ Թերևս ամենացավոտ հարցն է, քանի որ իսկապես ճիշտ եք ասում, երբ որ ցավում է, պացիենտը ստիպված հարկադրական ընդունում է пассив ապրելակերպ եւ քիչ է շարժվում։ Քիչ է շարժվում, շատ քաշ է հավաքում։ Սենց արատավոր օղակ է զարգանում եւ սա հիմնականում օստեոարտրիտի բարդ դեպքեր են գրանցվում, երբ որ մենք հստակ տեսնում ենք, որ գնալով process-ը խորանում է, բայց պացիենտը նույնպես գնալով քաշ է հավաքում, որը վիճակի չէ քայլել նաեւ դժվարացնում է։ Միանշանակ խորհուրդ եմ տալիս դիմել վաղաժամ մասնագետի, ճիշտ ախտորոշվել, սկսել ճիշտ բուժումը, քանի որ նույն ցավերի եւ շարժումների սահմանափակման ժամանակ, երբ որ սկսում ենք մեր հակաբորբոքային բուժումը, միանշանակ էֆեկտիվ է լինում եւ միանշանակ պացիենտը հետ է բերում իր շարժունակությունը։ Հետաքրքիր է։ Հիմա անդրադառնանք բուժման տարբերակներին։ Ես շատ եմ լսել, ասում են գնացի ծունկը սրսկեցին, տատիկները ասում են, չէ, անցավ, արդյոք ինչ եք ներարկում։ Շատ բժշկական չասենք, բայց արդյոք դա է լուծումը, ո՞րն է լուծումը, ինչ որ վիրահատական եղանակ կա, ինչ ձևով մարդիկ կարող են այս խնդրին մի քիչ ավելի խորքային համակարգված լուծում տալ։ Տեսեք, քանի որ օստեոարտրիտը ինքը ոչ բորբոքային արտրիտ է, սակայն մենք երբեմն ունենում ենք նաև երկրորդային բորբոքում։ Մեր հոդաճառը վնասվում է, դառնում է խորտուբորդ, գրգռում է հոդի թաղանթը, առաջացնում է երկրորդային բորբոքում, հոդի թաղանթը արտադրում է հեղուկ եւ ֆիզիոլոգիական քանակով մեր հոդախորոչում կա այդ հեղուկը, բայց երբ որ բորբոքված է, սկսում է ավելի շատ արտադրել հեղուկ եւ երբեմն զարգանում է շատ մեծ քանակի հեղուկ հոդի խորոչում, որը նրա ֆունկցիան խանգարում է եւ սпасել բուժման պայն կանցնի, թե դա կատարել պունկցիա եւ հեռացնել հեղուկը, իհարկե որոշում է բժիշկը։ Նշեմ, որ տարածված միֆեր կան բազմաթիվ այդ ներարկումների եւ այլնի վերաբերյալ, նշեմ, որ եթե
պատշաճ կատարվում է ներհոդային պունկցիան հետագայում հակաբորբոքային դեղի ներարկմամբ եւ ստանում է պացիենտը բուժում, ապա այդ ներարկումները չեն նպաստում, որ նորից անընդհատ կրկնվի եւ այլն։ Եվ այստեղ մենք ինչ ենք անում։ Հեռացնում ենք հեղուկը եւ եթե անհրաժեշտություն է լինում, երբեմն այդ հեղուկը հետազոտությունների ենք ուղարկում, ունի նաեւ ախտորոշիչ նշանակություն պունկցիան, բայց մեծամասամբ անում ենք բուժական նկատառումներով եւ ներարկում ենք հակաբորբոքային, ամենահաճախը հորմոնալ հակաբորբոքայիններ ենք ներարկում եւ դրանով ապահովում ենք ոնց որ կարճատև հակաբորբոքային բուժում, երբ որ ոնց որ արագացնում ենք process-ը, քան որ պացիենտը պետք է մեկ ամիս օրինակ դեղորայք ընդուներ, որ այդ ծնկի այտուցը անցներ։ Ավելի ինտենսիվ ձևով մարդու ոտքի եք անում։ Այո, արագ լուծում ենք այդ հարցը եւ այստեղ կա նաև այլ ներհոդային ներարկումներ, որոնք հիմնականում կատարվում է ուլտրաձայնային հետազոտության հսկողությամբ եւ հիալուրոնաթթվի ածանցիալներ են ներարկում, այն որ ժողովուրդը ասում է գել են ներարկում։ Մոտեցումները տեսեք հետեւյալում ակայանում, երբ որ մենք խոսում ենք տարիքային օստեոարտրիտի մասին, այստեղ երբեմն ռևմատոլոգիա եւ օրթոպեդիա մասնագիտությունները խաչվում են։ Մենք ավելի շատ զբաղվում ենք կոնսերվատիվ դեղորայքային բուժմամբ եւ երբ այդ սահմանը հատվում է, այսինքն վիրահատական դաշտ կամ հենց նույն հիալուրոնաթթվի ածենցիալները ներարկելու հարց ավելի շատ մեր գոլեգաները օրթոպեդներ են այդ միջամտությունը կատարում եւ մեր մասնագիտությունները խաչվում են ու հաճախ պացիենտը դեղորայքային բուժում ստանալու ցուցում էլ չի ունենում։ Երբ որ օրինակ ախտորոշվում է ծնկան հոդի 3-4 աշճանի գոնարտրոզ, միանգամից ուղղորդվում է օրթոպեդի մոտ։ Այստեղ խիստ կարեւոր է հստակեցնել պացիենտի ախտորոշման ժամանակ ձեռք բերված տվյալները, ինչ աստիճանի է օստեոարտրիտը եւ նոր հստակեցնել թե ով է զբաղվելու դրա բուժմամբ ու ինչ եղանակով։ Երբեմն նույնիսկ բարդություններից, երբեմն նույնիսկ ներարկումների եւ այլնի անհրաժեշտություն չի լինում, կոնսերվատիվ դեղորայքային բուժումը բավականին էֆեկտիվ է լինում։ Բժիշկ մի տեսակ լավատեսական չեղավ հաղորդումը, այսինքն ուզենք թե չուզենք, մենք որ 40-ն անցենք բախվելու ենք այս խնդիրներին եւ արդյոք հնարավոր է կանխարգելման տեսակետից այսօր վարել կենսակերպ ավելորդ քաշը դա ամենակարևորն է, բայց բացի դրանից այսօր վարել կենսակերպ կամ ընդունել սնունդ կամ ինչ որ մի բան անել հնարավորինս հեռացնելու այս խնդիրը կամ բացառելու, եթե կարելի է այդպես ասել։ Իրականում առողջ ապրելակերպը ամենակարևորն է, եթե մենք հոդային բորբոքային հիվանդությունների տեսակետից հստակ կանխարգելիչ միջոցառումներ չենք կարող կիրառել, քանի որ մեր հիվանդությունները բազմաէթիոլոգիկ հիվանդություններ են եւ մեկ պատճառ չէ, որի վրա կարելի է ազդել, նույնիսկ գենետիկական մակարդակով չենք կարող որևէ փոփոխություն կատարել, ապա օստեոարտրիտի պարագայում կենսակերպի փոփոխություններն են հիմնական ռիսկի գործոնների նվազեցման քայլերը։ Ճիշտ նշեցիք, ավելորդային քաշը այստեղ պարտադիր խանգարող գործոն է, պետք է նվազեցնել եւ պացիենտը, ով ունենում է մի շարք ուղեկցող պաթոլոգիաներ, օրինակ շաքարային դիաբետ, էնդոկրին պաթոլոգիաներ, դրանք նույնպես ռիսկի գործոններ են համարվում օստեոարտրիտի զարգացման համար, այսինքն եթե ուղեկցող խնդիրներ ունենք, դրանք նույնպես պետք է պատշաճ լուծենք։ Իհարկե, ֆիզիկական ակտիվությունը ուզում եմ հստակ առանձնացնել, խիստ կարևոր է, երբեմն ֆիզիոթերապևտիկ միջամտություններ եւ այլն օստեոարտրիտի ժամանակ խիստ խորհուրդ է տրվում։ Եվ վաղաժամ ախտորոշումը, եթե գանգատներ կա, պացիենտը չպետք է զբաղվի ինքնաբուժությամբ։ Միանշանակ պետք է ռևմատոլոգի դիմի եւ այստեղ դիֆերենցիալ հոդացավի պատճառը, քանի որ ինչպես նշեցի, դրանք բազմաթիվ են, բազմապիսի են, այո։ Բժիշկ, գիտեք ինչն է հետաքրքիր, երբ դրանից պիտի սկսեինք, բայց ոչինչ, հիմա կհարցնեմ, հոդերի հետ կապված քանի տարածված հիվանդություն կա, դե դուք ամենատարածվածներին նշեցիք, բայց այնուամենայնիվ թվարկենք հիմնականում քանի տարածված հիվանդություն կա եւ որոնք են բնորոշ հենց 65+-ին, եթե կրկնություն կլինի, ոչինչ, բայց որ հիվանդություններն են հոդերի հետ կապված բնորոշ հենց այս տարիքային խմբի։ Ամենահաճախը օստեոարտրիտն է, ոչ բորբոքային պաթոլոգիաներից։ Բորբոքային պաթոլոգիաներից ուզում եմ առանձնացնել ռևմատոիդ արթրիտը։ Առհասարակ ռևմատոիդ արթրիտը ամենատարածված հոդային բորբոքային հիվանդությունն է։ Այն հաճախ զարգանում է երիտասարդ ու միջին տարիքի անձանց մոտ։ Սակայն երբ խոսում ենք մեծահասակների շրջանում, ապա 50-ից 65 տարեկան հասակում ուշ հիվանդության դեբյուտ եւս կարող ենք ունենալ եւ ռևմատիկ պոլիմիալգիան իհարկե։ Ռևմատիկ
տրոմբոտիկ պոլիմիալգիան էլի հիվանդություն է բորբոքային, որը ախտահարում է հիմնականում պրոքսիմալ մկանախմբերը, ուսագոտիները, կոնքը, պացիենտը ունենում է խիստ արտահայտված մկանացավեր եւ հաջորդ հոդայի բորբոքային հիվանդությունը, որ էլի շատ տարածված է, հոդատապն է, որը առավել հաճախ զարգանում է տղամարդկանց մոտ, ինքը 4-ից 7% է տղամարդկանց մոտ տարածվածությունը եւ նույն պադագրան։ Իսկ կանանց մոտ պադագրայի զարգացման հավանականությունը մեծանում է դաշտանադադարից հետո։ Հետաքրքիր է շատ։ Նաև ոչ հոդային խնդիրներից կուզենամ առանձնացնել օստեոպարոզը տարիքային փոփոխություններից, երբ ոսկրը տարիքին զուգընթաց կորցնում է իր ամրությունը եւ այստեղ մենք գործ ենք ունենում տարիքային օստեոպարոզի հետ։ Ուզում եմ նշեմ, որ 50 տարեկանից բարձր յուրաքանչյուր երրորդ կին եւ յուրաքանչյուր 5-րդ տղամարդ իր կյանքի ընթացքում նաև առնչվում է օստեոպարոզային կոտրվածքին։ Այդ կանխարգելիչ գործոնները, որ թվարկում էինք, շատ կուզեմ առանձնացնեմ, որ կանայք, ովքեր գտնվում են դաշտանադադարի տարիքում, ովքեր ունեն ռիսկի գործոններ, այսինքն հոդային բորբոքային հիվանդություններ կամ այս կամ այն հիվանդության կապակցությամբ ստանում են հորմոնալ պրեպարատներ, ծխող են, ունեն նուրբ մարմնակառուցվածք, գտնվում են ռիսկի խմբում եւ այս պացիենտները կարող են որպես կանխարգելիչ դաշտանադադարից հետո տարին մեկ անգամ անցնել սկրինինգային հետազոտություն, որը կոչվում է ռենտգենյան դենսիտոմետրիա եւ ամբողջ աշխարհում այն համարվում է ամենաարդյունավետ մեթոդը օստեոպարոզի ախտորոշման համար։ Դրա մասին նախապես կիմանալ։ Իսկ գանգատների մասին խոսեցինք, որ գանգատների դեպքում արդեն ասացիք, որ 40-ից հետո նույնիսկ երբ որ կան այդ առաջին նշանները, պետք է շտապել բժշկի, որոնք են այդ գանգատները, ամենատարածվածները։ Ամենատարածվածը ցավ, այտուցվածություն հոդերի շրջանում, շարժումների սահմանափակում, մաշկի ցանավորում, ընդհանուր բնույթի գանգատներ, երբ օրինակ շղթված են ինֆեկցիոն գենեզի խնդիրները, պացիենտը ունի ջերմություն, հոդացավեր, ինչ որ այլ տեսակի ախորժակի կորուստ եւ այլն, նույնպես կարելի է անցնել ռևմատոլոգի խորհրդատվություն եւ իհարկե հոդային ֆունկցիայի անբավարարություն եւ գանգատների առումով արդյոք կարող է մարդը շփոթել։ Ինչ կիմանա, ցավ կա, հոդերն են, մկաններն են, ոսկրային է, ինչ իմանա։ Այ կա տարբերակիչ մի բան հենց հոդերի պարագայում։ Հոդերի պարագայում ամենակարևոր բանը դա օբյեկտիվ զննումն է։ Այսինքն, երբ որ դու զննում ես պացիենտին, հստակ տեսնում ես նույն հենց ծնկահոդում հեղուկի արկայությունը, հենց շոշափելու ժամանակ ֆլուկտուացիա ես զգում ու տեսնում ես, որ ակնհայտ մեկ ծունկը տարբերվում է մյուսից։ Արտաքին տեսքի փոփոխությունները, հոդերում տեսնում ես դեֆիգուրացիաներ, տարբերություններ եւ ջլերի կպման հատվածում պալպատոր ցավոտություն, այսինքն բժիշկը հենց զնման ժամանակ շատ մեծ ինֆորմացիա է ստանում դրանից եւ յուրաքանչյուր հետազոտություն խիստ ուղղորդված է։ Այսինքն ունենք հոդի սոնոգրաֆիա, բայց ամեն պացիենտի ու ամեն հոդ հիմա պացիենտը եթե ունի տարածուն հոդամկանացավեր, ոչ բոլոր հոդերն են կանում։ Այսինքն պացիենտին զննելուց հասկանում ես ինչ ուղղորդված հետազոտություններ անես։ Հետագայում արդեն բոլոր լաբորատոր ու գործիքային հետազոտությունները եւ քո զննման տվյալները համադրում ես ճիշտ ախտորոշման համար։ Դուք իմ հարցը կանխեցիք ախտորոշման եղանակները, այսինքն բժշկի հետ կոնսուլտացիան, զննումը, սոնոգրաֆիան են, հետո ասացիք, որ ծնկից հեղուկը, երբ որ դուրս բերվեց, դա էլ է հետազոտվում։ Կարող ենք հետազոտել, այո, իհարկե լաբորատոր անալիզները։ Կան սպეციფიկ ռևմատոլոգիական մարկերներ, որոնք եւս ստուգում ենք, եւ իհարկե յուրաքանչյուր պացիենտին, հատկապես եթե խոսքը գնում է մեծահասակ պացիենտներին, դեղորայք նշանակելուց առաջ անպայման պետք է բիոքիմիական հետազոտություններ անել, այսինքն լյարդի, երիկամի ֆունկցիան, արյան մեջ գլյուկոզայի մակարդակ եւ այլն, այո, ընդհանուր օրգանիզմի վիճակը ստուգող հետազոտություններ, որովհետև ցանկացած դեղորայք նշանակելուց պետք է հստակ ցուցում ունենալ եւ հասկանալ արդյոք տվյալ պացիենտին տվյալ դեղորայքը կարելի է թե ոչ։ Բժիշկն ունե մեզ լսում են հանրապետության մարզերում, հեռավոր գյուղերում, տատիկները, պապիկները, որ գուցե ժամանակ, հնարավորություն չունեն հասնելու, դժվար է նաև ֆիզիկապես էլ տեղափոխման առումով էլ ձեզ մոտ, լավ մասնագետների մոտ, դուք կասեք ընդհանուր բնույթի կտակ, ընդհանուր բնույթի որոշ խորհուրդներ այդ մարդկանց ինչ անեն, եթե տնային պայմաններում հնարավոր է մեղմել ցավը կամ ինչ որ կերպով ֆիզիկական ակտիվությամբ կարգավորել։ Իրականում խորհուրդ կտամ առողջ ապրելակերպ, ֆիզիկական ակտիվություն, կալցիումով եւ վիտամին D-ով հարուստ սննդամթերքներ եւ արդեն հաղորդման մեջ մի քանի անգամ նշեցինք քաշի պահպանում եւս կարեւոր է եւ գանգատների արկայության պարագայում խորհուրդ կտամ, որ տնային բուժումներով չզբաղվեն։ Միանշանակ մասնագետի դիմեն։
Հրաշալի է, շնորհակալ եմ բժիշկ, ինձ թվում է վստահ եմ ավելի ճիշտ, որ օգտակար հաղորդում եղավ, եթե այլ հարցեր կմնան, մարդիկ կկապվեն մեզ հետ, կգտնեն ձեզ, կգրեն, կփորձենք բոլորին էլ օգտակար լինել։ Շնորհակալություն։ Ես սիրով շնորհակալ եմ շատ, սիրով պատրաստ եմ հաղորդումից հետո էլ պատասխանել բոլոր հարցերին։ Ակտիվ եղեք, լսեք մեզ Հանրային ռադիոյի armradio.am կայքում դիտեք հաղորդումը։ Բաժանորդագրվեք Երկրորդ շնչառության YouTube-ի ալիքին։ Գտեք մեզ TikTok-ում, Instagram-ում, Facebook-ում։ Գրեք ձեզ ուզող հարցերի մասին։ Մենք դրանց անպայման կանդրադառնանք հաջորդիվ։ Առողջ ու երկար կյանք եմ մաղթում։